ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների խնդիրներ, ժողովրդավարական հարցեր, տնտեսական եւ բնապահպանական ուղղություններ։ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։ Խորհրդարանի գրադարանում հյուրընկալվել են թումանյանական հերոսները։ Ազգային ժողովում նշվել է գիրք նվիրելու օրը։ Փետրվարի 18-ին Ավստրիայում մեկնարկեցին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքները։ Վիեննա մեկնեցին մեր երկիրը ներկայացնող падգամավորները կառույցում ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ։ Երկօրյա նիստերի առանցքում էին ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների խնդիրները, ժողովրդավարական հարցերը, ինչպես նաեւ տնտեսական, բնապահպանական ուղղությունները։ Տարբեր ձևաչափերով ընթացող նիստերին ազգային ժողովի падգամավորները հանդես եկան ելույթներով ու անդրադարձան արդիական մի շարք խնդիրների։ Նշենք, որ կառույցն ունի 3 հանձնաժողով՝ վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստը նախագահեց Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորը խոսեց անվտանգային ուղղություններից, չնայած ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության միջավայրի վատ թարացմանը եւ մասնակից պետությունների միջև աճող բևեռացմանը, մենք պետք է նաեւ արձանագրենք, որ տարածաշրջանում առկա են դրական զարգացումներ, շեշտեց Խանդանյանն ու հավելեց. Անցյալ տարի այս նույն դահլիճում նստած մենք դժվար թե պատկերացնեինք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը այնքան առաջ կընթանա, որ կհասնենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության, որ կգտնենք գործնական լուծումներ նախկինում անլուծելի համարվող հարցերին, եւ որ կսկսենք քննարկել մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Նման առաջընթացը հնարավոր չէր լինի առանց Միացյալ Նահանգների վարչակազմի կառուցողական ներգրավվածության։ Այս հատվածում Սարգիս Խանդանյանն առանձնացրեց Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը։ TRIP-ը մեր տարածաշրջանը արևելքի եւ արևմուտքի միջև հուսալի կամրջի վերածելու մասին է, նպաստելով համաշխարհային առևտրի եւ տարանցիկ հոսքերին այն ժամանակ, երբ բազմազանեցված անվտանգ եւ դիմակայուն ուղիները առավել քան երբևէ կարեւոր են։ Սա միայն սկիզբն է։ Մենք համոզված ենք, որ եկել է պահը առանց որևէ նախապայմանի ստորագրելու եւ ավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որն իրավականորեն կամրագրի խաղաղությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ամրապնդելով երկարատև կայունությունը։ Խանդանյանը ելույթում կարևորեց Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կարևորելով տարածաշրջանի խաղաղությունը, падգամավոր Լիլիթ Մինասյանն էլ փաստեց. Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է հիմնված լինի համապարփակ անվտանգության վրա, լիովին համահունչ ԵԱՀԿ սկզբունքներին։ Խաղաղությունը չի կարող սահմանափակվել միայն ուժիչ կիրառմամբ։ Այն պետք է ապահովի նաև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների արժանապատվության եւ անվտանգության հարգումը։ Մարդու իրավունքների համատեքստում էլ խոսվեց համակարգված ապատեղեկատվական արշավների, հիբրիդային հարձակումների եւ արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների վերաբերյալ, անմասն չէին ընտրական գործընթացներն ու այդ համատեքստում հիբրիդային հարձակումները։ Արթուր Հովհաննիսյանը դիմելով գործընկերներին փաստեց, որ դրանք միտված են պետությունների քաղաքական կայունությունը խաթարելուն եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացմանը։ Վերոնշյալները ակտիվ դրսևորվում են հատկապես այն երկրներում, որտեղ սպասվում են ընտրություններ, նշեց падգամավորը, իսկ ընտրություններ ԵԱՀԿ տարածաշրջանի երկրներից առաջիկայում սպասվում են Հունգարիայում եւ Հայաստանում։ Ուշադրություն է հրավիրում մեր գործընկերների, որ այս պահին այն թեմայից, որի մասին մենք խոսում ենք, դրա վառ օրինակները դրսևորվում են հենց Հայաստանում եւ կան Հայաստանում ուժեր, որոնք ուրեմն սպասարկում են արտաքին օրակարգեր, փորձում են արտաքին ազդեցություն հաստատել Հայաստանում, հատկապես ընտրական գործընթացների process-ի ընթացքում, ընտրությունների ընթացքում։ Բնականաբար այս ամենը ուղեկցվում է հիբրիդային հարձակումներով, ամենատարբեր դրսևորումներով եւ նաեւ ես խոսեցի անհրաժեշտության մասին համատեղ ուժերով պայքարելու այս ամենի դեմ, որովհետեւ սա ուրեմն միայն Հայաստանի խնդիրը չէ։ Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից փոխգործակցության պատրաստակամությունը մեծ է վեհաժողովականների ու անդամ երկրների շրջանում, Վիեննայից ընդգծում է Արթուր Հովհաննիսյանը։ Բոլորն արձանագրում էին, որ ուրեմն խնդիրը սուր է եւ լուրջ է, հատկապես այն երկրների համար, որտեղ առաջիկայում սպասվում են ընտրական գործընթացներ եւ բնականաբար բոլորն էլ խոսում էին ուժերի մեկտեղման մասին եւ վերջի վերջո
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հենց այդ տրամաբանությամբ էլի սկզբանե ստեղծվել է, որպեսզի ուժերի համատեղմամբ կարողանանք խնդիրներ լուծել, կոնֆլիկտներ լուծել։ Ինչպես փաստում է падգամավորը, Հայաստանն այսօր շատ առումներով համարվում է օրինակելի երկիր։ Քննարկումների ընթացքում մի շարք երկրներ իրենց ցանկություն են հայտնել, ուրեմն գալ հենց Հայաստանի ընտրությունները դիտարկել, որովհետև մենք պետք է արձանագրենք նաև, որ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ըստ էության օրինակելի են մի շարք երկրների համար, եւ շատ մեծ հետաքրքրություն կա հատկապես այս շրջանում, երբ խաղաղությունը հաստատվել, հենց այս ուրեմն համատեքստում գալ Հայաստան, դիտարկել ընտրական գործընթացներն արդեն նոր իրականություն։ Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի։ Ձեր սկզբունքային ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի այդ ապագան պաշտպանելու համար։ Նշենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը տեղի կունենա հուլիսին Հաագայում։ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոցի աշակերտներն են ազգային ժողով են այցելել խորհրդանշական գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։ Այսօր գիրք նվիրելու օրն է, եւ մենք եկել ենք ձեզ մեր լավագույն բարեկամին նվիրելու։ Դե որ այնպես է, ես էլ եմ համաձայն, հարգելի պատգամավորներ, այս գիրքը ձեզ մեր կողմից, որ կարդաք ու իմանաք թե ով ինչ է արել, բայց Նազարի պես բախտին չսպասեք, այլ գիտությամբ շենացնենք մեր ազգը։ Անախ հերոս քաշ Նազար որմի զարկի ջարդի հազար, վայ հողեմ գլուխը։ Խորհրդարանի գրադարանում թումանյանական հերոսները ջերմ ու անկաշկանդ զրուցել են ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հետ։ Ձեր կարդացած հեքիաթներից ձեր ամենասիրած հեքիաթը։ Հենց Թումանյանի բոլոր հեքիաթները շատ ուսուցողական են, երբեմն նույնիսկ այս տարիքում ես վերադառնում ու հիշում ու խորհուրդը հասկանում։ Ես հիշում եմ նախորդ տարի էլ նմանատիպ միջոցառում էինք էլի այսօր այստեղ իրականացնում եւ նույն հարցը հնչեց, այս մի տարվա մեջ ինձ համար ամենատպավորիչ գիրքը չի փոխվել։ Լիվինգստոն անունով ճայը Ռիչարդ Բախի ու ձեզ էլ շատ խորհուրդ եմ տալիս, եթե չեք կարդացել այդ գիրքը ու կարծում եմ թե երեխաների համար, թե հասուն մարդկանց համար, տարիքով ավելի ավագ, ինքը շատ մոտիվացնող գիրք է։ Փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ողջ Հայաստանը նշում է նաև գիրք նվիրելու օրը։ Օրվա խորհրդին համահունչ падգամավորներն աշակերտներին գրքեր են նվիրել։ Երեխաները սովորաբար օրինակների են սպասում եւ մենք պիտի երեխաների համար օրինակ լինենք։ Հետևաբար, եթե մեծահասակները ընթերցում են, եթե մեծահասակները կարևորում են գիրքը, երեխաները եւս դա ընդօրինակում են եւ իրենց կյանքի մի մաս է դառնում։ Տարեստարի նկատում եմ, որ այս օրերին մեծ շարժ կա գրախանութներում, ես ինքս երեխաների հետ հանդիպելուց առաջ մտա գրքեր գնելու եւ կարելի ասել հերթեր էին։ Հուսով եմ, որ գիրք նվիրելուց հետո եւ նվեր ստանալուց հետո մարդիկ նաեւ կարդում են։ Յուրաքանչյուր տարի իրականում ազգային ժողովի աշխատակազմը կազմակերպում է դա արդեն ավանդույթ է դառել։ Այս տարի եւս նախատեսում էինք նմանատիպ միջոցառում իրականացնել։ Ստացանք առաջարկ Թումանյանի անվան դպրոցի կողմից, որպիսի 4 դասարանի երեխաները ներկայացնեն փոքրիկ ներկայացում Թումանյանի հեքիաթների հիման վրա եւ մենք իսկապես այդ հնարավորությունը ուզեցինք օգտագործել նաեւ ունենալ նոր ֆորմատ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։ Գիրք նվիրելու տոնն արմատավորվել է Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից։ Հեյ պարոններ, ականջարեք թափառական աշխուղին, սիրուն տիկնայք ջահել տղեկ, լավ ուշ դրեք իմ խաղին։ Անցկացան, օրերը թնան անցկացան, ախով ախով դարերով, սիրտս կերան անցկացան։